բնականաբար առաջացել։ Հետո ասում եք, ես մեկն էլ ակալքալուց լինելու հեսա, հետո ասում եք, որ այս մի սրբազանը այնուամենայնիվ անցել է, հիմա տեսնում եք, որ ակնհայտ է, որ այն խնդիրները, որը որ մենք բարձրաձայնում էինք, դրանք կան եւ դա մի լուծում ունի, այդ լուծումը անխուսափելի է ուղղակի եւ այսօր խնդրեմը կայանում է նրանում, որ Կտրիժ Ներսիսյանը չի հասկանում, որ այս իր վարքով ինքը արդեն հայ առաքելական եկեղեցուն Հայաստանի պետությանը եւ եկեղեցուն մեծ վնաս է հասցնում եւ անխուսափելի բանի դեմ փորձում է պայքարել Պարոն Սիմոնյան, Նավասարդ arczepiskopos Կճոյանը ձեր թիմին հավատարմության երթում է տվել եւ հիշեցնեմ ձեզ, որ դուք օրերս ազգային ժողովում Նավասարդ arczepiskopos Կճոյանին պարոն Կճոյանով էիք։ Ես սխալվել եմ այդ իմ գիտելիքների հետ կապված որևիցե նպատակ դրամաս չի եղել, դա իմ չիմացության պատճառով է, ես կարծում եմ, որ սրբազանի մասով իր երթումը միայն Աստծուն է եւ մեզ որևիցե մեկը ոչ երթում տվել է, ոչ էլ մենք դրա ցանկությունը ունենք։ Մենք դրա ցանկությունը չունենք։ Մեր համար շնորհակալ եմ Մայրիկ ջան։ Մեր նպատակը այն է, որ որևիցե ձևով եկեղեցին խառնված չլինի պետության գործերի մեջ եւ մենք չենք ուզում, որ որևիցե մեկը խառնված լինի կամ երթում տա։ Տեսեք, պարզապես դուք քանի որ նշեցիք ձեր գիտելիքների պակասի պատճառով է, որ այդպես եք նշել, Շիրակի թեմի առաջնորդը պիտի թույլ տար, որ բացի Շիրակի թեմի հոգևորականներից այլ քահանաներ այստեղ կարողանային պատարակ մատուցեին, բայց Միքայել arczepiskopos Աջապահյանը թույլ չի տվել, այսինքն դուք մասնակցել եք կեղծ պատարակի։ Եկեք որևիցե մեկս գնահատական չտանք, հա։ Լրագրողները, որոնք որ հիմա փորձում են ինձ տենց հարցեր տալ, որոնք որ փորձում են պատարակի ժամանակ նույնիսկ գլխաշորջ չունեն։ Հիմա դուք ինձ փորձում եք հարցնել, ասում եք, որ ես ինչ-որ գնահատական տամ, ես քաղաքական գործիչ եմ, չեմ պատրաստվում գնահատական։ Եվ քաղաքական գործիչ։ Եկեք հերթով, էլի, եկեք հերթով, չեմ լսում։ Եթե անկեղծ չեմ լսում, չէ։ Շիրակի թեմի քահանաները ասում էին, որ եթե պատասխանեցեք։ Չէ, եթե առանց իրենց պատարակ մատուցվի, ապա դա համարում են իրենք բռնազավթում։ Դուք համարում եք, որ բռնազավթվել է Սուրբ Յոթերք եկեղեցին։ Ես կարծում եմ այնտեղ որտեղ որ ժողովուրդն է, այնտեղ որտեղ որ պատարակ է հնչում, չի կարող բռնազավթում լինել, հա։ Եթե ամեն ինչ քրիստոնեական հայ առաքելական եկեղեցու կանոններով է արվում, ուզում եմ հասկանալ այդ անձերի վրա կենտրոնանալը, եկեղեցին մի սարքեք, մի անձի, ինքը անձի համար չի, որևիցե մեկի համար չի։ Ես խնդրում եմ ինձ կանոնների մեջ, ես այդ կանոնների եւ դուք նույնպես եւ մեր հեռուստադիտողները այդ կանոնները անգիր չգիտենք, որ մենք հիմա մեր վեճը, մեր խոսակցությունը իմաստ չի ունենալու։ Դիմեք, ես առաջել եմ, տեսեք, ես առաջել եմ պատարակների մասնակցել, ասենք Facebook-յան իմեջում եթե փնտրեք, նույնիսկ նկարները կգտնեք։ Ես խնդրում եմ, ինձ այդ կանոնագրքի, կանոնների մեջ, վեճի մեջ մի մտցրեք, քաղաքական եթե հարց կա, ասեք, ես եկել եմ, չեմ լսում։ Առնվազն 4 սրբազան կար, հայ առաքելական եկեղեցու։ Դիմեք իրենց։ Անցած տարի դուք նաև քանի անգամ արդեն Սենց հերթով տալիս ենք եւ խոսում ենք եղբայր։ տեսնում ենք եկեղեցուց, երբ որ կաթողիկոսի անունն են բարձր արտահայտում, դրան դուրս են հրավիրում ձեզ համար այս վարքագիծը ընդունելի է, սա ժողովրդավարության մասին։ Ներողություն եմ, ժողովրդավարությունը եկեղեցում պատարակի ժամանակ բղավելն է։ Այդ դեպքում ինչու է կաթողիկոսի անունը սեղը չփոխում։ Ասում եմ, դրա պատասխանը վարչապետը տվել է, իսկ ինչ վերաբերում է եկեղեցում բղավելուն, թեկուզ ամենալավ բղավոցը, թեկուզ առանձին աղոտ բղավելը, բայց մենք սենց Անի ջան կգամ, հիշի այդ հարցը տեղ չգնաս, հեսա սենց կգամ։
Խնդրեմ, դուք տվեցիք, Եթե կարելի մի հատ էլ հավելում անեմ, հա, ես։ Հավելեք, խնդրեմ։ Պարոն Սիմոնյան, անցած տարի դուք Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին վերահսկում եք, դուք Գյումրիում եք, բայց եկեղեցի չմտաք։ Ինչն էր պատճառը? Եվ անկեղծ ասած ես չեմ հիշում դա։ Այո, եւ ուզում եմ հասկանալ այսօր ինչի՞ չեք գնացել օրինակ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի։ Ես անկեղծ չեմ հիշում նման բան։ Ոչ որևիցե կոնկրետ պատճառ չի եղել։ Կարող է ինչ-որ օրակարգ կաթողիկոսի ներկայությունն էր, որ Կրկնում եմ, որևիցե նույնիսկ չէի հիշում ձեր ասած։ դեկտեմբերի 7-ին վերահսկում։ Անկեղծ չեմ հիշում։ Երևի ստեղ եմ եղել եկեղեցում, կարիք չեմ գտվել երկրորդ անգամ։ Եկեղեցում ծափահարում էին, հա, ոնց որ։ Բայց վարչապետը խնդրեց, որ նման բան չանեն։ Եթե մոտիկից ուշադիր լինեի, կտեսնեք դա մարդկանց ցանկությունն է եւ վարչապետը խնդրեց նման բան չանել։ Հաջորդ, չէ, եւ այսօր չէ, սպասի։ Հերթով գալիս ենք։ Դու առավելևս դուք արդեն հարցը տվել եք։ Սա ձեր երրորդ հարցն է։ Խնդրեմ։ Հայաստանում եկեղեցու շուրջ տեղի ունեցողը համեմատում են Մոլդովայում, Ուկրաինայում եւ Վրաստանում տեղի ունեցողը։ Ռուսաստանն է համեմատում։ Ոչ, Հայաստանում։ Ո՞վ է համեմատում։ Ռուսական ազդեցության գործակալները։ Ես նման հարցերի, ես Մոլդովայի, Ռուսաստանի, չգիտեմ որ երկիրը բերեցիք, Ուկրաինայի պաշտոնյան չեմ։ Ես ոչ թե Վրաստանի պաշտոնյան եմ։ Հայաստանի ավարտեք։ Հայաստանում եկեղեցու շուրջ տեղի ունեցողները համեմատում են Մոլդովայում, Ուկրաինայում, Վրաստանում տեղի ունեցողի հետ։ Եվ կան այդ գործողություններում հաջողված դեպքեր եւ կան չհաջողված դեպքեր։ Դուք այդ նույն կենտրոնից եք առաջնորդվում եւ եկեղեցու շուրջ իրականացնում եք այգի։ Դուք որտեղից եք հարցը տալիս, կասեք։ Դուք այլ երկրի գործակալ եք։ Եկեղեցու Բաքվում եմ կանգ։ Չէ, դուք որտեղից եք ուղղորդվում։ Այսինքն ով է ձեզ թույլ տալիս ինձ հարցնել Հայաստանի Հանրապետության ընտրված բարձրաստիճան պաշտոնյային հարցնել, որ ես որևիցե տեղից ուղղորդվում եմ, դուք դրա իրավունքը չունեք։ Ես պատասխանում եմ ձեզ, դուք դրա իրավունքը չունեք։ Այ դուք ձեր իսկ դուք նմանություն չեք տեսնում ձեր հարցերի եւ այլ երկրների հերոստալիքներից հնչող պրոպագանդիստական դրույթների մասին։ Նմանություն չեք տեսնում, չեք նկատում, որ դուք ուրիշ երկրի գործակալների թելն եք հյուր։ Իսկ դուք որտեղից եք ֆինանսավորվում։ Ձեր ֆինանսավորումը պարզ է։ Կասեք որտեղից եք ֆինանսավորվում, ասեք։ Մեր ֆինանսավորումը ասած կարող եք տեսնել ABC մեդիայի կայքեջում։ Ես շատ կասկածում եմ, որ այնտեղ ֆինանսավորման մասին որևիցե տեղեկություն կա։ Ես կստուգեմ, պարտադիր կստուգեմ։ Ես պատասխանեցի ձեր հարցին։ Ես պատասխանեցի, դուք իրավունք չունեք Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյային նման մեղադրանք ներկայացնել։ Այդ ձեր մեղադրանքները, ձեր անցկացրած զուգահեռները Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի հետ անցկացնում են այն երկրի լրատվամիջոցները, որոնք ուզում են Հայաստանի Հանրապետությունում իշխանություն փոխեն, որոնք ուզում են Հայաստանի Հանրապետությունում այնպիսի իշխանություն լինի, որպեսզի գնա իրանց երկիր, դաբրո ստանա իրանցից, որ այստեղ իշխանությունը տենց չի եղել ու չի լինել։ Պարոն Սիմոնյան, իմ հարցը վերաբերում է Գյումրիում Ես կստուգեմ ձեր բանի տվյալները, ես վստահ եմ, որ չկա։ Անօթևանության խնդրի լուծմանը կառավարությունը 2022 թվականից որոշում կայացրեց մինչև 27 թվականը Գյումրին ազատել տնակներից ամբողջությամբ, բայց մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ ուղղությամբ դեռևս ոչ մի քայլ չի արվել։ Ինչն է պատճառը, ինչու։ Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև դուք ճիշտ նշեցիք, կառավարությունը ասել է, բայց ես չեմ կարող կառավարության գործառույթի մեջ մտնել եւ ասել, թե ինչի չի եղել։ Կառավարության ներկայացուցիչները այստեղ կան, կարող եք հարցնել իրենց։ Ներողություն եմ խնդրում իմ չիմացության համար, բայց գործի բերումով ես դրա հետ չեմ առնչվել դեռ։ Պարոն Սիմոնյանը մի րոպե, հարեք, անի։ Ես գալու եմ ձեր մոտ հարցազրույց։ Օրը եմ փոխել, բայց գալու եմ։ Լսում եմ ձեզանին։ Պատարագի զեղչել վեհապարի անունը, դա որտեղ է գրված, վարչապետը կարող է այդպիսի խնդրանք տալ։ Ես չգիտեմ, խնդրանքները ինչ որտեղ գրում են։ Չէ, բայց ինքը իրավունք չունի։ Չէ, խնդրանքները։ Անջան, դա ձեր գնա, հլա, բարի, միգուցե սահմանությամբ գրածա վարչապետը ոչ մեկին խնդրելու իրավունք չունի։ Ես կարծում եմ, եթե դուք ինձ բան խնդրեք կամ ես ձեզ բան խնդրեմ, անկախ դրանից դուք լրագրող եք, ես պաշտոնյա եմ, դա մեր որոշելիքն է, այլ ոչ թե սահմանության մեջ գրելու կամ չգրելու բան է, հա։ Դա դուք գնահատական եք տալիս, որը ես չեմ կիսում, հարցրեք այն մարդկանց, ովքեր որ խնդրել են, հարցրեք այն մարդկանց, ովքեր որ այդ խնդրանքին արձագանքել են։
Խնդրեմ։ Պարոն Սիմոնյան, ըստ էության իշխանությունը այստեղ չկարողացավ իր սցենարով պատարակ կազմակերպել եւ պարտադրված էր այլ թեմից հոգեվորական հետը բերել, սա թերևս աննախադեպ է շրջիկ հոգեվորականով պատարակի գալը, ինչպես կմեկնաբանեք Շիրակցի 24 հոգեվորականից 29 հոգեվորականից որևէ մեկը։ Իսկ ով ասեց, որ ինչ-որ սցենար կա, ձեզ դուք անընդհատ, ձեզ թվում է, մի րոպե։ Ձեզ ինչ-որ թվում է, տենց ինչ-որ A4 ֆորմատի թղթի վրա կամ A3 ֆորմատի վրա գրած ինչ-որ սցենար կա, որով տենց հիմա նայում ենք, ասում ենք, հիմա դու սա կասես։ Ոչ, սա հավատքին, վարչապետն է ասում։ լսեք, սա հավատքին վերաբերվող գործընթաց է եւ հա ցանկություն կա որ սենս լինի, ցանկություն կա միգուցե կարող է լինի որ նենց լինի, բայց իրականությունը, այն իրականությունը այլը կարող է լինել։ Այսինքն ինչ ենք ուզում դրանով արձանագրենք։ Ենթադրենք ձեր հարցի պատասխանը այո է կամ ենթադրենք ձեր հարցի պատասխանը ոչ է։ Ինչ հետևություններ կանեք, որ Շիրակում մնա 29 հոգեվորական մերժեց։ Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ մենք արդեն մայր թոր էջմիածնում անցկացնենք հաջորդ պատարակը։ Դա իմ անձնական կարծիքն է։ Չգիտեմ վարչապետը ինչ կարծիք ունի դրա մասին։ Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը այնտեղ անցկացնել։ Նորմալ է, որ օրինակ Նիկոլ Փաշինյանը Դուք հարց ունեք։ Շնորհակալություն։ գրոհելով հայկական եկեղեցի։ Если кто норից եկեք, հա։ Սեշտա, այս փապախով։ Երկեն ու կտանից մեր հաստապետ, եղած ով ֆիլմի թողը, տեղը թող։ Ին հաստապետը է։